Մայիսի 21-ին տեղի ունեցել Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում ծրագրի ղեկավար հանձնաժողովի ընդլայնված նիստը, որին մասնակցում էր ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։ Ներկային Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, դատաիրավական բարեփոխումների խորհրդական Լիլիթ Դանեղյանը, մարդու իրավունքների եւ արդարադատության համագործակցության վարչության պետ Լիլիա Գրետարսդոտիրը, միգրացիա եւ քաղաքացիության ծառայության պետ Նելի Դավթյանը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, փորձագետներ։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ընդգծել է, որ Եվրոպայի խորհուրդը Ղարաբաղից տեղահանության ժամանակ ստեղծված ճգնաժամային իրավիճակի կառավարման գործընթացում ցուցաբերել է կարևոր աջակցություն։ Արմեն Ղազարյանը նշել է, որ ճգնաժամերի կառավարման փուլում ինստիտուտները ցուցաբերել են դիմակայունություն։ Խոսելով միգրացիայի կառավարման համակարգի սկզբունքների մասին, ներքին գործերի նախարարի տեղակալը նշել է, որ ամուր ինստիտուտները Հայաստանի Հանրապետության սուվերենության երաշխավորն են։ Նրա խոսքով արագ փոփոխվող պայմաններում դրանք պետք է լինեն նաև ճկուն, կարողանալով արագ արձագանքել նոր մարտահրավերներին։ Արմեն Ղազարյանն ընդգծել է նաև քաղաքացիակենտրոն ծառայությունների ձևավորման սկզբունքը։ Նրա խոսքով ներքին գործերի նախարարության բարեփոխումների տրամաբանությունն ուղղված է այնպիսի համակարգի ձևավորմանը, որտեղ ծառայությունների կենտրոնում քաղաքացին է, ինչը մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության կարևոր բաղադրիչ է։ Խոսելով առաջնահերթությունների մասին, Արմեն Ղազարյանը նշել է, որ իրականացվող ծրագրերը պետք է շարունակեն հիմնվել նշված սկզբունքների վրա։ Նա ընդգծել է միջազգային գործընկերների հետ համագործակցության շարունակականության կարևորությունը, շեշտելով նաև ընդհանուր նպատակների հստակ ձևակերպման եւ դրանց հետեւողական իրականացման անհրաժեշտությունը։ Մարդու իրավունքների եւ արդարադատության համագործակցության վարչության պետ Լիլիա Գրետարսդոտիրը կարևորել է Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացի վերաբերյալ առաջին զեկույցում արձանագրված դրական գնահատականները, ընդգծելով, որ դրանք փաստում են միգրացիայի կառավարման, ապաստանի համակարգի, տվյալների եւ հիմնարար իրավունքների պաշտպանության ոլորտներում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումների էական առաջընթացը։ Միգրացիա եւ քաղաքացիության ծառայության պետ Նելի Դավթյանը բարձր է գնահատել Ղարաբաղից տեղահանված անձանց կարգավիճակի, ժամանակավոր պաշտպանության մեխանիզմների եւ հրատապ-աջակցության ծրագրերի ձևավորման ուղղություններով Եվրոպայի խորհրդի գործընկերների հետ իրականացված աշխատանքը։ Նելի Դավթյանն անդրադարձել է նաեւ ներքին գործերի նախարարության օրենսդրական նախաձեռնություններին, ընդգծելով, որ դրանք միտված են միգրացիա եւ քաղաքացիության ոլորտում համակարգային բարեփոխումների իրականացմանն ու մատուցվող հանրային ծառայությունների արդիականացմանը։ Քննարկվել է տեղահանված բնակչության վրա օրենսդրական, ինստիտուցիոնալ եւ իրազեկմանն ուղղված միջամտությունների ազդեցությունը։ Մասնակիցները ներկայացրել են առաջարկություններ, նախանշել առաջիկա գործողությունների թիրախային ուղղությունները։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը շարունակում է մասնագիտական կարողությունների եւ հմտությունների զարգացմանը միտված վերապատրաստումների իրականացումը։ Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի նախաձեռնությամբ մայիսի 18-ից 22-ն անցկացվել է հերթական դասընթացը։ Ջրային տարածքներում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպման առանձնահատկությունները թեմայով վերապատրաստման դասընթացին մասնակցում էին փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության ծառայողները։ Հնգօրյա դասընթացը ներառում էր տեսական եւ գործնական բաղադրիչների համակցում, ուղղված ջրային միջավայրում որոնողափրկարարական գործողությունների արդյունավետ կազմակերպմանը։ Դասընթացի շրջանակում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել գործողությունների կոորդինացմանը, անձնակազմի անվտանգության ապահովմանը, ինչպես նաև տուժածների հայտնաբերման եւ տարհանման ընթացքում կիրառվող ժամանակակից մեթոդներին։ Կատարելագործվել են նաև ջրից դուրս բերված տուժածներին առաջին բուժօգնություն ցուցաբերելու գործնական հմտությունները։ Նման օրինակ վերապատրաստումները կարևոր նշանակություն ունեն անձնակազմի մասնագիտական հմտությունների կատարելագործման ուղղությամբ, ապահովելով արտակարգ իրավիճակներում ծառայողների արագ, օպերատիվ եւ արդյունավետ արձագանքը։ Իրական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկության համաձայն իրացնելու նպատակով մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ պետք է տեղափոխվեին Հայաստան։ Տեղեկությունն իրացվեց Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության ծառայողների եւ Կոտայքի մարզի բարեկների հետ։ Մայիսի 19-ին ժամը 17:45-ին Կոտայքի մարզի Զովունի գյուղի դիմացի դաշտամիջյան հատվածում ձերբակալվեցին Hyundai Մակնիշի ավտոմեքենայի 46-ամյա վարորդն ու 72-ամյա ուղևորը։ Մեքենայով հանդերձ նրանք տեղափոխվեցին համայնքային ոստիկանության Դավթաշենի բաժին։ Տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց մոտ 4.5 կիլոգրամ մարիխուանայով լցված պոլիէթիլենային փաթեթ։ Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, նախաքննության հանգամանքները պարզվում են։ Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել համայնքային ոստիկանության Դավթաշենի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 112։ Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։
Ղարաբաղից տեղահանված անձ ես, ունես փախստականի կարգավիճակ եւ ուզում ես ձեռք բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ուրեմն շարունակիր դիտել տեսանյութը։ Այս թվային հարթակը ստեղծված է, որպեսզի գործընթացը լինի հնարավորինս հարմար։ Համակարգն առաջարկում է գրանցման 4 ընթացակարգ։ Փախստական տարբերակն ընտրում ես, եթե Ղարաբաղից տեղահանված անձ ես, չունես որևէ երկրի քաղաքացիություն եւ ունես 0.70 ծածկագրով անձնագիր։ Պահանջվող տվյալները լրացնելուց հետո էլեկտրոնային հասցեին կստանաս հղում։ Ինչից հետո պետք է անցնել այդ հղումով, գցել անձնագրի սկանավորված տարբերակը PDF ֆորմատով եւ ավարտել գրանցման գործընթացը, մուտք գործել համակարգ, սեղմել նոր հայտ կոճակը։ Հայտը լրացնելիս հետևիր ուղեցույցին։ Հերթականությամբ գցելով պահանջվող փաստաթղթերն ու լրացնելով անհրաժեշտ դաշտերը։ Հայտն ուղարկելուց հետո այն կհայտնվի նախնական վարույթ կարգավիճակում։ 21 օրվա ընթացքում էլեկտրոնային հասցեին կստանաս ծանուցում հայտի շտկման կամ հաստատման մասին։ Շտկման պահանջը չկատարելու դեպքում հայտը կմերժվի։ Փախստականների համար ծառայությունն անվճար է։ Հաստատումից հետո դու հնարավորություն կունենաս ընտրելու այցի օրը, վայրը եւ ժամը։ Այցելության ընթացքում կստուգվի ներկայացված տվյալների ճշտությունը եւ փաստաթղթերի վավերականությունը։ Այցից հետո 90 օրվա ընթացքում էլեկտրոնային փոստի միջոցով կծանուցվի քաղաքացիության շնորհման կամ մերժման մասին։ Քաղաքացիության շնորհման մասին ծանուցումը ստանալուց հետո անհրաժեշտ է ներկայանալ Ներքին գործերի նախարարության միգրացիա եւ քաղաքացիության ծառայություն անձնագրավորվելու նպատակով։ Օտարերկրացի տարբերակն ընտրում ես, եթե Ղարաբաղից տեղահանված անձ ես, բայց ունես այլ երկրի քաղաքացիություն։ Որպես օտարերկրացի, գրանցման ընթացակարգը գրեթե նույնն է։ Սակայն տվյալ դեպքում ծառայության համար պետական տուրքը կազմում է 50,000 դրամ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ստացումն այժմ ավելի պարզ է եւ հասանելի ցանկացած վայրից, ցանկացած պահի։ Մեկ 2 բարև ձեզ, լսում եմ։ 112 լսում եմ ձեզ։ Քաղաքը նշեք։ Բարի շնորհակալություն, ընդունած եմ։ Ազանգ ունենք քաղաքացուն օգնություն անհրաժեշտ Մաշտոցի պողոտայում։ 112 մեկ զանգ արագ արձագանք։